Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարուխանյան։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր այս ժամին մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սարուխանյան, ընդհանուր հարցից սկսեմ։ Ըստ ձեզ, ինչից է ամենից շատ խոսում այսօր ժողովուրդը։ Ինչն է անհանգստացնում անձամբ ձեզ այսօր, գուցե ուրախացնում այսօրվա Հայաստանի իրավիճակի հետ է կապված իմ հարցս։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ եւ առաջ անդրադառնանք ձեր հարցի առաջին մասին, մասերի կիսվեց հարցը, թե ինչից է խոսում այսօր ժողովուրդը։ Ցավոք սրտի ժողովուրդը ճիշտ հարցադրումներ կատարելու ի վիճակի չի։ Ինչի համար։ Նախ եւ առաջ նրա համար, որ բազմաթիվ ԶԼՄ-ները ուղեղի լվացում են կատարում մեր ազգաբնակչության հետ։ Այսինքն, ինչու է ուղեղի լվացումը։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը խամաճիկի մեկն է, այսինքն մի թյուրիմացություն, որին բերել են իշխանության, եւ ինքը չգիտի այդ իշխանության հետ ոնց վարվի, ինչ անի, ուղղակի պերմանենտ ընթացքի մեջ ինչ ասում են, ինքը կատարում է։ Ու ինքը այդպիսի մի պաֆոսային դեմքով է կատարում, որ կարծես ինքը ինչ-որ մի հեղաշրջում է անում մարդկանց գիտակցության մեջ։ Բայց այնինչ ինքը շարքային, ասենք, ազդեցության գործակալ է, ինքը լիարժեք գործակալ էլ չի, որ ասես, դες ինչ կա գործակալը, խորաթափանց մտածելակերպ ունի բան։ Ինքը ազդեցության գործակալ է, վերբովկային արի գցել են դաշտ։ Եվ բոլոր լրատվամիջոցները ինչ որտեղ, ասենք, շատ ճիշտ են անում, բայց մի քիչ թերի են անում, ես կասեմ ինչու։ Քարկոծում են Նիկոլ Փաշինյանին։ Միայն թե սա չլինի։ Հիմա տեսեք, մարդկանց ենթագիտակցության մեջ նստացրել են, որ միայն թե սրանցից ազատվենք։ Բայց սենց մի հատ խնդիր կա, լավ, ազատվեցինք Նիկոլ Փաշինյանից։ Հետո ինչա լինելու։ Հետո մնալու է նույն Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած նույն ռեժիմը։ Տակ մնալու է դա։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանը ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչներով վխտում է ուղղակի։ Եվ այս հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախորդին ուղղակի գործի էին դրել բոլորին, մեծ եւ պուճուր գործակալներին բոլորին, եւ բոլորի խոսքը մեկն էր։ Միայն թե ոչ Նիկոլ Փաշինյանը Ռուսը մեր ընկերն է, Ռուսաստանը մեր ընկերն է, այսինքն հարված դեպի մեկ դարպաս, այսինքն խաղը գնում է մեկ դարպասի վրա։ Ես համամիտ եմ, որ Նիկոլը թույլտիմացություն է, բայց կիսատ պռատ ներկայացնելը եւ շարունակությունը չներկայացնելը, թե լավ սրանից ձերբազատվող եւ մենք ինչ պետք է անենք, որ նույն համակարգը չմնա, կամ ավելի քոքվածը չգա կամ ավելի հիմարը չգա, ոչ թե չգա, այլ չբերեն։ Գալը դա երբ որ ժողովուրդն է բերում։ Իսկ դրածոն դա մնում է դրածո, այսինքն օտարուժերը նշանակում են դրածո։ Ոնց որ Լևոններ, Ռոբերտներ, Սերժներ եւ Նիկոլը։ Այսինքն հաջորդ դրածոն կարող է կործանարար լինի մեր համար։ Չնայած սա էլ է կործանարար։ Այսինքն մենք այսօր, գիտեք, մի բանի մասին ենք խոսում, որ սա հուսվել է տարիների ընթացքում, հա, Հայաստանի կործանումը բերել վերջակետին։ Հիմա երբ որ եկել է այս պահը, հիմա ինչ անենք։ Նայեք, ժամանակին ասում ենք ինչա պետք անել, բացառել պրոռուսական ցանկացած, ասենք, գործողություն եւ այն ուժերին ձայն տալ, որ չլսեցին, ընկան իրանց 5000-ների հետևից, լավ։ Հետո վատ եղավ, հիմա հարց են տալի, ինչ անենք։ Հարցը տալիս եք մեզ, բայց անելու գործողությունը տալիս եք մեկ ուրիշին։ Լավ։ Այդ դեպքում էլ ենք ասում ինչ անել։ Լավ, գոնե էսա դարել, հիմա սենց։ Կամած, երբ որ հիմա բերե հասցրել են կախարանի, ասենք պետք է արդեն կախեն, այդ մեզ, ինձ են կախելու, ասում հիմա ինչ անենք։ Ինչ անենք։ Մի քիչ թույլատրի որ լավ կախվես։
Չնայած այսօր էլ անելիքներ ունենք։ 3 տարի մեռանք ասելով քաղաք պաշտպանության ինստիտուտները զարգացնենք։ Այո, ճիշտ է, դա զարգացնելու համար անհրաժեշտ է պետության միջամտությունը, որ ավելի լայնամասշտաբ, ավելի պինդ կարող, բայց չի անում։ Այս մարդուն նշանակել են նրա համար, որ ոչ մի բան չանի, որպեսզի հայ ժողովուրդը մորթվելուց հանգիստ մորթվի։ Սա համար են բերել։ Դրա համար մենք ինքնուրույն պետք է այդ դրա մասին մտածենք։ Ինքնուրույն գոնե այդ իմ ասած ծավալի 10-15%-ը որ կատարենք, մեր գալիք հավանական, սենց այլ վատ բաներով չեմ ուզում ասեմ, Աստված տա չլինի, այդ ինչ որ ասում, բայց հարձակումների դեպքում մենք առնվազն 50%-ով պակասեցնելու ենք մեր զոհերի թիվը։ Առնվազն։ Դրա համար ինչ է պետք անել։ Հեյ, մեծահարուստներ, այդ ձեր բարերից ու ռեստորաններից դուրս եկեք, արա։ Դուրս եկեք, արա ֆոնդեր ստեղծեք, մարդիկ կտեք, տեսեք ինչ եք անում, այս հայ ազգը փրկենք։ Ասում եմ, ծրագիրը այսպես հատատ գրած է, ինչ է պետք անել։ Ինչ է պետք անել մեր սահմանամերձ գյուղերում, ինչ է պետք անել մեծ քաղաքներում, ինչ է պետք անել կազմակերպչական հարցերում։ Ինչ է պետք անել, որ բացառես օտարին ծառայող մարդկանց իշխանությունում հայտնվելը, սաղ ունենք, սաղ ասել ենք, էլ ինչ ասենք, էլ ոնց ասենք։ Հիմա գիտեք ինչ են ասում, ասում է դե լավ, այդքանը որ ասում ես դե արա, լավ է էլի, դու տեղ սաղ ծախենք դառնանք բան, հա, որ կոպեկ, որ մի հատ ակցիա անենք, բայց դուք ձեր միլիոնները որտե ծախսեք, բայց կան թալանել եք այս ժողովրդին, կամ լավ է ժողովրդի դժբախտության վրա օտար երկրներում հանգիստ ձեր միլիոնները վաստակել եք։ Նորից եմ ասում, այդ միլիոնները ձեզի պետք չի գալու։ Հավատացեք, որ երկրում էլ որ լինեք, այն աստիճանի են նվաստացնելու հայ ժողովրդին, որ ցանկացած չմոմ մտնելու է ձեր տուն, ասի փողերը դուն էլ տալու ես։ Որովհետև այս աստիճանի նվաստացնելու են հայ ժողովրդին։ Եվ այդ նվաստացումը մենք երեք տեսանք Շքերտին, բանի, Մոսկվայի, Նիկոլ Փաշինյանի դեմքով, ոնց քոթոթի նման տարան Լուկաշենկոյի ոտին փաթաթացրեցին, ասին կնագե, ոտիս մոտ մնա, ոտի մոտ էլ կպցրին, գլուխը կախ կայնել էր։ Ստե հազիվ գոռում ես բանը ազգային ժողովներում ԱՑ-ի պատվալներ եկա կծեմ, ընդ է գոռայիր Լուկաշենկոյի վրա, ասել ռատդ քաշ արա կողքիցս։ Ընդ է գոռայիր։ Ստե ես գոռում։ Գոռալ պետք չի ստե։ Ստե պետք է տանես ու կծես ԱՑ-ի պատվալներ։ Ես դրամա եմ ասում, հարց եք տալի թե ինչ է մտածում ժողովուրդը։ Ինչ կարա մտածի ժողովուրդը, եթե ԶԼՄ-ներով բոլորը նայում ես Նիկոլը տականքը, Նիկոլին պետք է հեռացնել, առաջի խնդիրը մենակ դա, առաջի խնդիրը մենակ դա։ Այո, առաջի խնդիրը երկու բաղադրիչ ունի։ Առաջի խնդիրը սա որ հեռացնիկով է գալու։ Մինչև այդ հարցը չլուծվի, որտեղ այսօր գիտեք ով ավելի շատ գոռում, միայն թե Նիկոլին հեռացնեն։ Նրանք ովքեր հաստատ գիտեն, որ Նիկոլից հետո իրանք են գալու։ Հաստատ գիտեն, որովհետև ֆինանսական հնարավորություններն է իրանք ձեռքը, ադմինիստրատիվ լծակների մի մասն է իրանք ձեռքը, ազդեցության ոլորտներն է իրանք ձեռքը, ասում ես 1000 ներողություն, ինչ ներողություն, հավ ժողովրդի ինչ պետք է անի որ մեր դեմ։ Շո, իրանք գիտեն որ իրանք են գալու։ Դա մեռա ասելով եկեք միավորվենք արա։ Մեկը նորաստեղծ կուսակցությունն է հելում է մյուս ուժին, ասում է ժողովուրդ չգնա կնդե։ Մեկը ասում է եկեք միավորվենք, բայց միավորվելու ինստիտուտից ոչ մի տար չունի, հա։ Մարդկանց թվում է, որ ասում եմ միավորվել, դա նշանակਵਾ գիտես ինչ է։ Հա, Արիան Արձանի մոտ կայնի, ես կասեմ ինչ անես։ Հետո չի միավորվել։ Ասեցին կարա տենց չի միավորվել, անգամ չեն հանդգնում, դա ռիսկ չունեն, որ կանչեն ասեն լավ գաք, այդքան որ ասում ես, միավորվելը որն է, մի երկու բան ասա իմանանք։ Չնայած շատ տարեր բացել եմ ես իմ ելույթների մեջ, թե միավորվելը որն է։ Այո, պարզ ասեմ։ Ես ունեմ ծրագիր, որի մեջ ներառում է 100 հարց։ Դուք ունեք ծրագիր, որի մեջ ներառում է 50 հարց։ Այն մեկը ունի ծրագիր, որի մեջ ներառում է 150 հարց։ Դնում ենք սեղանին։ Այսպես դնում ենք սեղանին։ Առաջի հարց. դու բարձրացնում ես քո իմացած հարցերից։
Ինձ համար անընդունելի է, 10 հոգու համար ընդունելի է, ինձ համար չէ, շո ջնջում ես։ Ես բարձրացնում եմ հերթական հարցը։ Բոլորի համար ընդունելի է, ինչ որ մեկի համար անընդունելի, ես էլ եմ ջնջում։ Բոլոր, եթե մի հոգու համար անընդունելի է, ջնջում ենք։ Տակը մնաց 5 հարց, որ ընդունելի է բոլորի համար։ Վերջ այդ 5 հարցի շուրջ մենք միավորվում ենք։ Ու ոչ մեկ այդ միավորումից այդ 5 հարցից դուրս իրավունք չունի որևէ քայլանի, որևէ կոչանի։ Ես կարող բազմաթիվ օրինակներ բերեմ, ալը դրած միավորում հետում ենք կայնում ենք, մենք իրենց խելքից ինչ-որ բան են որոշում անում են։ Այ ախպեր ջան, ես դրա համար չեմ եկել այստեղ։ Ստացված պառակտում։ Հասկանում եք, կան ձևեր կան, ախր տեսեք մանրամասն բացատրեցի մեկ ասենք միավորվելու ինչ-որ մի հիմնադրույթ տար, որ այսպես է։ Եվ դրա մեջ ներառում է նաև տարբեր այլ հարցեր, որ կարելի է առաջնորդվել եւ միավորվել։ Դե վերջ, այսինքն, եթե մի մարդ ասենք գլխանց ասում է, «Էս ինչ ուժին չմիանաք», ես այսօր պատրաստ եմ, դուք հավատում եք, որ անդամ նախկին կագեբեիստական համակարգին ծառայող մարդկանց ևս համախմբել։ Որովհետեւ մարդ անցել է ճանապարհ, տեսել է, որ սխալվել է, հայ գենը մեջ աշխատել է, բայց մահակը գլխին արած է ուրել է տամ ինձ ասել են նախկին ես, բայց ինքը գիտի, որ ես ճիշտ եմ, չէ՞։ Այդ ձև մարդկանց ես բազմիցս ասել եմ, սա էլ է ինստիտուտ։ Հայտարարում ես քաղաքական համաներում։ Ամնիստիա, քաղաքական ամնիստիա, եթե մեծ հանցանք չես գործ, այսինքն լիքը բաներ կա, որը մենք ժամանակը կորցնում ենք։ Պարոն Շահխանյան։ Եվ ձեր հարցի երկրորդ մասը կարծեմ։ Լավ, դա լսեք, հետո ես հարցերս կշարունակեմ։ Ձեր հարցի երկրորդ մասը թե ինչ անել, չէ՞ ոնց որ։ Չէ, ինչ անելը չեմ հարցրել, հարցրել եմ ձեզ ինչն է անհանգստացնում, իսկ գուցե ինչ որ բան կա, որ ուրախացնում է։ Ուրախացնելու բան չկա ցավոք սրտի։ Լավ, հիմա դուք խոսում եք այն մասին, անցած ամսվա ընթացքում էլ մենք դուք հյուր էիք մեզ մոտ, էլի խոսում եք, կոչ էիք անում համախմբման եւ լուծումը տեսնում եք ուժերի միավորման մեջ։ Եվ որքան հիմա հասկացա, այդ ուժերի միավորման հարցը դեռևս լուծված չէ։ Ես չեմ տեսնում։ Դեռևս չի լուծված։ Այո, դուք մի երկու օրինակ բերեցիք, ես ենթադրում եմ, որ օրինակները շատ են։ Արդյոք առաջնորդի կարիք կա եւ այդ առաջնորդը չկա։ Առաջնորդի կարիք Կամ մեկ ուժեղ անձի կարիք։ Ես ձեզ ասում։ Ով կգա եւ կկարողանա միավորել։ Ոչ թե միավորվեն, տարբերակ է հարցնում։ Էդ էլ է փորձել։ Հասկացա։ Բայց չկա, ճիշտ է առաջնորդ։ Ես ձեզ ասում։ Հիմա այսօր մարդիկ ման են գալի մի հատ Սասունցի Դավիթ, որ գա, թուրը քաշի, այսինքն սաղին փռի ու ինքը դա։ Բայց Սասունցի Դավիթը դու չպետք է փնտրես, ինքը կգա, դու կտեսնես։ Եթե ասենք չեկավ, որոնք վերանանք, հա։ Դե հարցնում եմ, դա եմ հարցնում ես։ Փաստորեն։ Արդյոք սպասում եք Սասունցի։ Փաստորեն, երբ որ անհատի պաշտամունքի ինստիտուտը ներմուծում էին մեր մարդկանց ուղեղի մեջ, սա էլ էր դավադրություն մեր ազգի դեմ։ Այսինքն անգամ մեր ասացվածներ կային, չէ՞, որ ռուսական կայսրության տիրապետության կոմունիստական, ասենք ասենք, տիրապետության ժամանակաշրջանում ներմուծել էին մեր մեջ եւ ռուսերեն էր հնչում։ Ասում են, «Что самый умный, что ли»։ Ասում են, ամենախելոքն է սա։ Այսինքն մարդկանց բերանը փակելու, ինքնուրույն քայլ չանելու, այսինքն մարդկանց ներսում եղած իր ունակությունները չդրսևորելու ցանկացած ձևը, դա ինքն իր ուժերին չհավատալու, հա։ Այո, փակում են բերանը, ինչ ամենախելոքն է, հա դու նոր մտածում սա այն վերևները որ նստած են, երևի ինձանից խելոք են, դուս ձեն չանեմ։ Սա մարդկանց ճնշելու եւ մարդկանց, ասենք, իրենց տեղը եւ կառավարելու ձևերից մեկն է։ Նա, այսինքն հիմնական տարրն է, որպեսզի կառավարեն։ Հիմա ինչ որ դուք հարցնում եք անհատի։ Այս անհատի բանը մեր մեջ նստացրել են, եւ մենք սպասում ենք այդ անհատին։ Եվ այդ անհատը կարող է տենցել չգա։ Որովհետեւ եթե հանկարծ Քրիստոսն էլ գա, ես հաստատ եմ ձեզ ասում, հաստատ։ Մարդիկ են հայտնվել, ասում, «Էս սովա ձեռներն էլ ծակ»։ Էս սովա ծակ ձեռներով ի՞նչ պետք է անի։ Այս աստիճանի մեր հանրությունը դեգրադացված է, արժանապատվի ներքո։ Ամեն մարդ իր արժանապատվը ունի իր տան մեջ, իր սրբությունը իր պուճուրիկ տան մեջ է պահում։ Այսինքն բոլորին մցրել են իրանց բները
եւ ասում են հանգարց ընդհանուր ձեր ազգային ճակատագրի մասին մտածելու մասին մոռացեք։ Մենք վերևը ընդ Կրեմլում ա որտեղ ա։ Մենք ընդ Լուբյանկայում ա։ Կորոշենք, կասենք մեր դրացոների միջոցով ինչ պետք է անենք, կանենք։ Կասենք, որ ձեր Արցախի, ասենք ասենք, ձեր ազգակիցների մի մասի նկատմամբ մենք ցեղասպանություն կանենք։ Եվ դուք պետք է լռեք։ Եվ դուք պետք է ցեղասպանություն անողի հետ գնաք խաղաղություն մանգաք, փնտրեք, ուրեմն կետակ տենց էլ կանեք։ Բայց կասենք, որ ասենք 41-ից 45 թվականները ձեր ազգին 350,000 մոտավորապես զոհ տվեցիք, տարեցինք հերթական 25 տարի անց հերթական ցեղասպանությունը արեցինք ձեր ազգի նկատմամբ, հասկացանք պատերազմը, բայց այդ աստիճանային անհավասարություն, որ Հայաստանի տղամարդկանց գրեթե կեսին սպանել են։ Դուք պատկերացնում եք, հիմա ինչ վայնասուն կլեր Ռուսաստանում, եթե Ռուսաստանի բնակչության տղամարդկանց կեսին սպանեին, այսինքն 50 միլիոն ռուս տղամարդ սպանեին։ Եվ այդ պարագայում մեզ ասում, գիտեք ինչ կա, այդ էլ ձեր հայրենիքն էր, դուք ձեր հայրենական պատերազմը դուք եք վարել, այ քեզ բան։ Այդ ինչ հայրենիք էր, որ ասենք այդ մեր երկրի բռնազավթված այս տարածքը, ասենք Արևելյան Հայաստան կոչված աշխարհագրական դիրքով եմ ասում։ Մարդկանց ստանում են ուրիշի խելագար մտքերի համար պատերազմելու, տանում են Խաղաղ օվկիանոսում ինչ-որ Կուրիլյան կղզիներ են ազատագրում, տանում են Եվրոպայի կենտրոնում մայրաքաղաքներ են ազատագրում, բայց մի հատ ոչ ու փուչ, քարտեզի վրա չերևացող Իգդիժ գյուղ մասի սարի փեշին չկարողացան ազատագրել։ 4 մարշալով, 100 գեներալով, 200 հերոսներով, մեդալակիրներով, այդ 600,000 հայ զինվոր ա եղել, գեներալով, այդ 600,000-ը, որ մենակ ոտով էտար Ստամբուլ կհասներ։ Այդ նույն բանը ոնց որ Արցախյան պատերազմի ժամանակ Նիկոլը որ ասում է 35,000 մարդու կյանք են փրկել այդ իմ ստորագրությամբ։ 35,000 մարդուն, որ ճիշտ կազմակերպեին, երկու հատ լավ մայորի կամ գնդապետի հավեսով հայ տղեկին հրամանատար նշանակել Բաքու կպրծներ պատերազմը։ Արհեստական քաոսը ստեղծեցիք եւ տվեցիք հանձնեցիք այդքան զոնել հետը։ Հիմա մեզ ասում են Ադրբեջանի հետ դուք պետք է եղբայր լինեք, ոյ ընդորում սենց, Նիկոլ ջան, կգաս ընդ կնստես Լուկաշենկոյի ոտի մոտ քոտոտի նման, ընդ ադրբեջանական զորքերն էլ որ կասնեն, որ մարդիկ կգորան ուռա, դու էլ հետը կգորաս ուռա։ Այս է սա մեր իրականությունը, երեք էլ ես տեսնում եմ, ինչ-որ բեսմերտնի պոլկ են անում, եսիմ ինչ են անում, ամբողջ աշխարհը, այսօր մայիսի 8-ը, ընդունում մայիսի 8-ը ոչ թե 9-ը, մայիսի 8-ը նշում է որպես հիշողության և համերաշխության օր։ Մարդիկ հասկացել են, դա գիտեք ինչից են հասկացել։ Հասկացել են նրանից, քանի որ հիմնական տարը, այդ ֆաշիզմի հիմնական տարը կրող, այսինքն այդ ազգը, որը գերմանացի է կոչվում, ինքը աղերսել է, ինքը փոխվել է, եւ իրան փոխել են, ասեմ ձեզ, շատ մեթոդներ ա եղել, շատ հետաքրքիր բաներ կա, թե ինչ ձև են այդ ազգի մեջ նստած, այսինքն այդ իրանց վեհությունը, որ իրանք առավել ազգ են, ոնց են կաթիլ իրանց մեջից հանել, կան ձևեր էլի, եւ այդ մարդիկ դարել են իսկապես նորմալ քաղաքակիրթ ազգ, բայց բոլշևիզմը, որը տարել է էլ ավելի շատ մարդկանց կյանք, օրինակ ֆաշիզմը տարել է 50 միլիոն մարդկանց կյանք, բոլշևիզմը տարել է 100 միլիոն մարդկանց կյանք, հիմա որն է ավելի շատ սատանայական, ավելի հակամարտկային ռեժիմ, իհարկե բոլշևիզմը, իսկ այսօր ստիպում են այդ բոլշևիզմին ուռա ասել, սա մի հատ դեպքն է, ես вообще ցնդելու բան է, որ ֆաշիստը ինքը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակ։ Ռուսաստանը այսօր ֆաշիստական ռեժիմը։ Ռուսաստանը այսօր ասում է նույնը ինչ որ ասել է 41 թվին, 39 թվին Հիտլերը։
Ասում է, երկիրը իմն ասում է։ Իմն ասում է, ինչ Ուկրաինա։ Այն վաղտն էլ Գիտլերն էլ ինչ էր ասում, ինչ Ավստրիա, ինչ Պոլշա, ասում է իմն է։ Հա ինչ էր ասում որ։ Այդ խելակ դեմ, այդ ինչ հայրենական դառավ հայերիս համար։ Հիմա այսօր գիտնականներ կան։ Նայեք ինչ են ասում է։ Ասում մեր զինվորները, հայ զինվորները ասում է գերմանացու խփելուց ասում է մուռ էին հանում ասում է ցեղասպանությունից։ Ինչ կապ ունի ցեղասպանությունը։ Ինչը Գերմանիան աջակցում էր Թուրքիային հայերին սպանելուն։ Դու սատի հերն անեցեմ։ Թե այդ ցեղասպանությունը 15 թվականից 23 թվականներ իրականացված ցեղասպանությունը չի ծրագրավորվել հենց Կրեմլում։ Հենց Կրեմլումն է դա ծրագրավորվել եւ իրականացվել է թուրքերի ձեռքով։ Օսմանյան կայսրության ձեռքով։ Այս սա ամբողջը աղավաղում են։ Հիմա տեսեք, ամբողջ աղավաղում են, մարդկանց ուղեղները լցում են թյուր կեղծ արժանապատվով։ Հիմա այս միջավայրի մեջ հիմա նորից անդրադառնամ ձեր առաջի հարցին, ինչ է մտածում ժողովուրդը, ինչ կարա մտածի։ Ինքն իր աշկոտ տենում է ոնց է ռուսը դավաճանում Արցախը տալի, բայց տելևիզիոն լսում է ուրիշ բան, ռադիոյով լսում է ուրիշ բան, համացանցով լսում է ուրիշ բան։ Լսում է, հետո սկսում է կասկածել, հա կարող է ռուսը մեղավոր չէր, որ Արցախը գնաց։ Հələ զապիսները գցում ենք, ռուսական գեներալները, Շոյգուն, Թուրքիայում ոնց ասում, հիանալի է գերազանց անցկացրած ռուս-թուրքական օպերացիա Ղարաբաղում։ Էլ ինչ ասի, էլ ոնց ասի։ Ու այդ կանից հետո ռուսական լենտշկաներով, չգիտես ինչ, ռուսական սիմվոլիկաներով, քայլի երթ է կանում, ու հանգարց մարդկանց չխապեք, մարդկանց խապում են գիտեք ինչով, անա ֆաշիզմը էլի մերոնք են մահացել, այդ ինչ սրբապղծությունն է, որ նայ դրա դեմ է խոսում, ինչա դեմ եք պատերազմի հաղթանակին, ոչ, դեմ չենք։ Ուղղակի այսօր հստակ այդ հաղթանակը ուրեմն այնքան սրիկա ու ստոր են ռուսական կայսրության գործակալները, որ այդ հաղթանակը օգտագործում են մարդկանց խապելու եւ նորից տանելու կեղծ արժանապատվի մեջ։ Արա թողեք էլի մեզի։ Թողեք, մեր զոհերն են 300,000-ից ավել զոհ են տվել երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ես դա գումարում եմ 1,5 միլիոն մեր ցեղասպանության զոհերին, սա հետը զոհվել են Աստված ողորմի իրանց հոգուն։ Գերի են եղել տարել են, ոմանք էլ ասենք սրտե են հավատացել առանց գիտակցության, որովհետև էլի նորից բլոկադա է եղել, ուղեղային բլոկադա, ոնց որ հիմա։ Տարել են մարդիկ գնացել կռվել են։ Լավ հայերն են կռվել, մուռ են հանել թուրք-օսմանից, գերմանացուց մուռ են հանել թուրք-օսմանի վրեժն են լուծել։ Լավ հասա, բա բուրյատներին, չեչեններին, Ղազախներին, որ տանում մսացու լցում էին նորից կրել, նրանք ինչի մուռ են հանել։ Հələ հերիք է էլի մարդկանց խապեք։ Կամ այսօր, երբ որ նայեք, աղետ է, Բուրյատիայում աղետ է, տղամարդ չի մնացել։ Այսինքն Ուկրաինայի դեմ հատուկ օպերացիա է կատարում Կրեմլու ինչ-որ մեկը։ Բայց ինչ-որ մեկ բուրյատած գարանքում վերանում է։ Դուք հասկանում եք։ Հիմա բուրյատներից ինչ-որ մարդ գտնվի, որ հելի ասի, սա Կիևի գրավումը կամ Կիևի դեմ պատերազմ մեր բուրյատների սրբազան պատերազմ, դուք հասկանում եք, այսինքն օտարի համար այդ բուրյատն ով է։ Սուս լրիվ անասուն են։ Տղաներ, մենք այդ տպավորությունն ենք թողում։ Դրսի մարդկանց համար երբ որ այդ ֆիտիշ ասում ենք, այդ լենտեշկեկը վեգալում քայլում ենք։ Այսօր աշխարհը կիսվել է երկու մասի, կամ դու Կիմ Չինինի, Ալիևի, Նազարբաևու, ես իմ Լուկաշենկոյի, չգիտեմ ընդ հիմա Տոկաևն է, Նազարբաևը չի կապ նույնն են դրանք։ Պուտինի դրանց աղբերն ես, կամ դրանց հետ ես, կամ դրանց դեմ ես։ Այդ եթե այդքան բան չի, այդքան սրբազանը, բախեն մարդկանց այդքան ղեկավարներին ստիպե, բան արե, սրան, նրան, չէ պետք է գա։ Հələ Ալիևը, որ Ալիևը իր զորքը ուղարկեց, ասում է թող Նիկոլետան նստի նայ։ Ինքը չգնաց վերջի պահին, որտեղ այնքան ուղեղ ունի, որ ասի Ահմեդ ջան, աշխարհի դեմ եմ հելնում։ Ասում է աշխարհի դեմ եմ հելնում։ Դու որ գնացիր ընդ նստար, դու մեր հայ ժողովրդին բոլորից գցեցիր աշխարհի դեմ, աշխարհի աչքից գցեցիր։ Հիմա դե համար մեր կազմակերպությունը հենց գոյություն ունի, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ ժողովուրդ ջան, մարդիկ,
աշխարհ, Հայաստանը մենակ Նիկոլ Փաշինյանը չի։ Այո, մենք այսօր բռնազավթված ենք։ Այո, ռուսական կայսրության կողմից իր գործակալական ցանցի միջոցով մենք ծնկի բերած ենք, բայց սա հայ ազգի իրական պատկերը չի։ Իրական պատկերը մեր կազմակերպությունում հավաքված եւ մի քանի այլ կազմակերպություններ, որ կան մեր ծրագրերի ընդհանրություններ ունեն, այ դրանք են ապագան Հայաստանի դրանց է։ Պարոն Սալխանյան, պարզապես հիշեցնեմ, այո, դուք ասացիք, որ այդ ժապավեններով էին անցնում, նաև Ռուսաստանի դրոշներով էին անցնում։ Ռուսական դրոշի ինչ կա։ Դա նշանակ, դե հենց իմ հարցս դա է, դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, իսկ Երևանյան փողոցներում, այդպիսի ես պատկերն եմ պարզապես ցույց տալիս, թե ինչ պատկեր է ստեղծվել, որպեսզի աշխարհը տեսնի։ Որ ասում են, չէ, ժողովուրդը այլ ձև է նայում, Փաշինյանը այլ կերպ է նայում։ Եվ պատկերը արձանագրում ենք հետևյալը, այո, Փաշինյանը Մոսկվայում է, իսկ Երևանի փողոցներում, Գյումրիում էլ կարծեմ աչքովս ընկավ, մեծ երկար Ռուսաստանի դրոշներ ծածանվում։ Քայլեր։ Ինչ կապ ունի հաղթանակը Ռուսաստանի դրոշի։ Ախր գիտեք ինչ կա, այս անկապությունները եւ ասենք արժե համակարգի մարդկանց ուղեղների մեջ դիկտատորիալ այս շիաշփոթը ստեղծելը սա հատուկ է կատարվում։ Հատուկ կատարվում է։ Ուրեմն որ իսկապես էլի որ հարց է ստալ ինչ կապ ունի Ռուսաստանի դրոշը։ Ոչ մեկի սա մոտ կախում է։ Բայց դե դա գիտակցության մեջ Ռուսաստան։ Մի բան որ լինում ասում է, դա չէ, դա Ռուսաստանն է, չէ, դա սովետը չէ, դա Ռուսաստանն էր, դա։ Այդ սիպտակ կապուտ կարմիր դրոշը, դա ռուսականի մի կա, դա հայրենական նույն հայրենական պատերազմի ժամանակ ես կարող եմ դա ասենք ինտերպրետացիան այլ կերպ տալ։ Այնուամենայնիվ ասենք կոմունիստական ռեժիմին, հա, վլասովցիները հաղթեցին։ Որովհետև կոմունիստական ռեժիմի ժամանակ Վլասովի ենթակայության տակ, որը ապստամբ ձևով կոմունիստական ռեժիմի դեմ ապստամբում էր եւ Վլասովը այսօր Ռուսաստանի թիվ 1 թշնամիներից է համարվում, իրանք այս հենց այսօրվա Ռուսաստանի սպիտակ կապուտ կարմիր դրոշի ներքո էին հանդես գալի։ Միանում էին ազատագրական պայքարին։ Այսինքն այս Վլասովի դրոշները քանը ինչ է, սրանք լրիվ անկապ են։ Մենք կարող ենք որպես ամփոփել այս առաջին հատվածը, ամփոփ ներկայացնել հետևյալ ձևով։ Ստեղծվում է պատկեր, որ Ռուսաստանը մտել է Հայաստան եւ Ռուսաստանը ուժեղանում է Հայաստանում։ Այո, թե ոչ։ Ոչ։ Ինչի համար ոչ ասեմ, որովհետև ոչ թե մտել է, Ռուսաստանը ստից դուրս էլ չի եկել։ Այսինքն էսի այնա, ինչ որ մենք գոռում գոչում ենք այս 30 տարի է, ուղղակի Ռուսաստանը եկել է վերջի մեխը խփելու եւ փաստացի ցույց տալի, որ ես ստեղ էի։ Դուք Ռուսաստանի դրոշ Երևանի փողոցներում երբ եք վերջին անգամ տեսել։ Խնդիրը Ռուսաստանի դրոշը չի։ Իա, վերջի արդեն դանակը պետք է ցույց տաս, որ ոչխարը նոր հասկանա, որ մորթում են։ Արա տանում է։ Դա դրոշն է դանակն է։ Բայց որ ցանկացած որոշում էին ընդունում, երբ որ ասում էին համատեղ հայ-ռուսական հակաօդային պաշտպանություն գոռում գոչում էինք, այդ էր դրոշը։ Բայց Ռուսաստանը հետում էր Սիրիա զորքեր տանում, Հայաստանն էլ ասում էր ազգային ժողովում 30 հոգանոց կոնտինգենտ էին հետները ուղարկում, ասում են պետք չի, արա դու ինչ գործ ունես Ռուսաստանի վարած քաղաքականության, ասում են չէ, երկու հատ սակրավոր են, երկու հատ էլ բժիշկ են, հիմա թող ոչինչ։ Այդ էր ռուսական դրոշը։ Ռուսական դրոշը էր, որ ախպեջան, ստե հալան էին անում, ցանկացած երկրում, եթե մի նախագահ ընտրվում է եւ կեղծիկներով եւ իր դեմ Եվրոպա դատարան են հաղթում եւ իրան ապացուցում են որ ինքը կեղծել է իր ձեռը ոչ ոք բարև չի տալի եթե կարող է նամակով հարաբերվեն հետո ասեն իզգոյ պետություն է բայց Ռոբերտ Քոչարյանը սկսած են առաջին նախագահական ընտրություններից մինչև այս վերջը կեղծում էին, էլ ящик կոտրել, ջարդել, լցոնումներ անել, փող բաժանել, բայց առոք փառոք էթում էին Մոսկվաները։ Դա էր ռուսական դրոշը, որովհետև ռուսական դրոշը ասում է, ախպեջան, ինչքան կարաս քո երկրում քաոս ստեղծի, ինչքան կարաս քո երկրում անարդարության իրավիճակ ստեղծի։ Ռուսական դրոշը գիտեք որն էր։ Այլ որ Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր ասում է, պայծառ ապագա պետք է ունենան, ոնց որ Նիկոլն էր ասում։ Հայկական երկաթ գծի անունը դրեց Հարավ Կովկասյան երկաթ գիծ։ Մենք Հարավ Կովկասյան հանրապետություն ենք,
որ Հարավ-Կովկասյան երկաթգիծ եք դնում անունը։ Սա է ռուսական դրոշը։ Երբ որ մենք այդ նշանները, այսինքն նշանները դա փաստ է։ Դա փաստ է, մարդը որ մի երկիր բռնա զավթում է, ինքը անվանումներն է փոխում, ինքը ընդեի բարի հոգեբանական մթնոլորտ է ձևավորում, ձևափոխում։ Բայց ինքը ասում է, օտարը գործում է։ Սա ընկել են իրանց այդ օրվա հացին։ Արա ախպեր ասում են գիտես ինչ կա, ցավը տանեմ, ես ինչ թաղապետին որ ընտրենք, մեր ախպոր լավ ընկենա, լավ կլելի։ Այդ էր արժի համակարգը ամբողջ դրա շուրջ էր պատտվում։ Հետո պարզվում էր, որ ոչ մեկի մարի լավ չէր ելնում։ Կոռուպցիան, որ մինչև հիմա եթում է։ Բայց Նիկոլիկն ով է, բայց Նիկոլիկն էլ իրանց շարունակությունն է, էլի, ինչ ուզում ես ասա, այդ րոպեին մարդիկ ինչ որ ուզում են լսեն, դու ասա։ Մեկ այդո կմոռանան։ Ասում էր դատելու եմ արա, մեկ ինչը դատեցիր։ Բա վեյթինգ պետք է անեիր, բա խի չարիր։ Հիմա ես հիշացնեմ 2018 թվականի սեպտեմբերի ամսին առաջին կետ EM-ով իմ հարցազրույցը Նվեր Մնացականյանի մոտ կլոր սեղանը, որ ներկայացուցիչներն են Նիկոլին Դոշով պաշտպանողները, որ հեսա դեկտեմբերին ընտրությունն է լինելու ու վերջանալու է։ Ես ասում եմ, այդ ընտրությունը շփտի կայանա։ Ես ինչ եք ասում, այդ ընտրությունը մեր փրկվածում չպետք է կայանա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկայանա։ Հավատացեք, որովհետև Նիկոլ Փաշինյանն այս ալիքը որ բերել է, սա էյֆորիայի մեջ է, հեսա փրկությունը գալու է, ուրեմն լսեք ինչ եմ ասում, ես պարզ ասել եմ, ուղղակի մի քանի 100,000 դիտում ստացած այդ եթերը, այդպես էլ անհայտացրեցին համացանցից, լավ է կարե, բայց մարդիկ շատ են նայ, այդ 800,000-ը որ դիտել է այդ հաղորդումները, շատ լավ հիշում են, շատ մարդիկ հիմա կհիշեն, որ հիշացնեն, ուրեմն ասում եմ, այս ընտրությունը պետք է ավավեը, որովհետև մենք գնում ենք այս ընտրության Սերժ Սարգսյանի ընդունած սահմանադրությամբ և Սերժ Սարգսյանի օրոք ձևավորված ընտրական օրենսգրքով։ Այսինքն Սերժ Սարգսյանը կապ չունի, որ անունը այսօր դառել է Նիկոլ Փաշինյան։ Ինքը գոյություն ունի թղթերով, օրենքներով և իր շարժ ձևով։ Դուք չեք հասկանում։ Ծիծաղեցին, բան արեցին, իմ բառը հետևյալն է եղել։ Լսեք ասեմ։ Ասե 2 տարի հետո, նայեք 2 տարի քիչ ժամկետ չէ, չէ։ Ասե Ամերիկայում 100 օր են տալի նախագահին։ 2 տարի հետո։ Եթե այսօրվա համակարգից որպես քաղաքական, ասենք, վատություն արած, ասենք, ազգիս, որևէ մեկին դատես Նիկոլը, ուրեմն տեսեք տղեկ, 3-ի տետել ասի գրազ եմ գալի։ Ես 2 տարի հետո, այսինքն վայր եմ դնում իմ ամեն ինչը ու երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Անցավ 2 տարին, ընդամենը ինչ կատարվեց, այդ հարցազրույցը անհայտացավ համացանցից։ Պարոն Սաղաթանյան, գովազդ եմ հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, գովազդի եթերում, եթե հարցեր ունեք պարոն Սարուխանյանին, խնդրեմ, կարող եք զանգահարել։ Մնացեք մեզ հետ գովազդ է։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ։ Մենք ունենք հեռախոսազանգ, ընդունում եմ այն։ Այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարուխանյանը շատ ճիշտ բան է ասում, բայց շատ էմոցիոնալ է եւ որպես քաղաքական գործիչ երևի պետք է ավելի սառնասիրտ լինի։ Տեսեք, Նիկոլը իրանց բան չի ներկայացնում, բայց նա կամ համենպես նրան այնպես է բացատրել, որ հայ ժողովուրդը շատ նյութապաշտ է եւ նա շեշտը դնում է նրա վրա։ Այդ բոլոր ասած հայրենասիրական բոլոր զեղումները իհարկե շատ հասկանալի է, ընդունելի է, բայց որ ժողովրդի որ մասն է դա ընդունում։ Իսկ Նիկոլը, եթե հիշում եք, շեշտը դրել է նյութականի վրա։ Նա ասել է կոպեկ վերադարձնեմ, մարդկանց ասել է թե այդ ամբողջը պետք է բաժանի ժողովրդին։ Նախապել է ժողովրդին, բայց միևնույն է, ժողովուրդը այդ մտայնությամբ է ման գալիս ղեկավար։ Հասկանում եք, նա մտածում է այդ մասին, թե ինքը դրանից ինչ օգուտ է լինելու։ Նրան շատ չի հետաքրքրում։ Ես մի անգամ այս հաղորդման ժամանակ եմ ասել, մեր ժողովրդի մոտ կա մի հատ շատ վատ ասացվածք, ով էշ մենք փալան։ Հասկանում եք։ Այսինքն ժողովրդի համար մեկ է, թե ով է իրան տանողը,
ինքը միար թալանա, ոչ մի բան է։ Դրա համար նրան պետք է ուղղակի նյութապես շահագրել, այլապես ժողովուրդը ոչ մի բանի չի հետևելու ու ոչ մի արժեքի համար չի պայքարելու։ Կարծիք էր, շնորհակալություն, կարծիք էր։ Դե կարծիքա ցավոք սրտի շատ տարածված կարծիք է, այդ նյութապաշտությունը, ու ես ցավում եմ, որ դա այդպես է։ Հիմա լավ, այդ կարծիքը զարգացնենք, այդ կարծիքը նյութական, ասենք վաղը Ալիևը առաջարկի Հայաստանի բնակչությանը յուրաքանչյուրին ամսական $1500 թոշակ։ Եվ ասենք մի հատ խեղճուկրակ ընտանիք նստած մտածում է, ասում է ախպեր 6 հոգի մարդ ենք, հենա $9000 ամսական կստանանք կաբրենք էլի։ Հիմա ինչ նյութական են, ուրեմն պետքա գնան դառնան Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն մենակ նյութականը չի է։ Այդ լավ նշեցիք, որ այո, Նիկոլը խապեց հետ են բերելու, հետա բերելու որ ինչ անի, որ այդ ասենք թե հետա բերե, ու ինքը պետք է ասենք այդ հետ բերած փողերով զենք առներ կամ մետրո կառուցեր, կամ այն որ արդեն այդ նախկին իշխանության թալանի օրոք աճած այդ ընտանիքը որ կար սակել է արդեն հասել է հատակին, այսինքն պետք է այդ գումարներից այնքան գումար տար այդ ընտանիքին, հա այդ հետ բերածից, որ ինքը ոտիկային է, այդ ինչ հեքիաթների եք հավատում։ Հետ բերելը չի նշանակում անհատական բոլորին տի հետ տա։ Եթե անգամ հետել գա, ինքը պետք է նախ ծրագրեր ուներ, թե հետ բերած գումարը որ ոլորտը պետք է զարգացներ Հայաստանի, որ քաղաքացիներն էլ օգտվեին։ Սա լավ նշեցիք, որ խաբեություն է եւ խաբեություն է։ Ինչ է նշանակում, ինչ վերաբերում է իմ էմոցիաներին, այո, ես էմոցիոնալ մարդ եմ եւ ես չեմ կարող, ասենք շատ հանգիստ եւ ծանրագը սառնարուն նայել ոնց է իմ երկիրի մաշկի առջև վերանում։ Եվ արդեն այն սահմանները կարծես թե արդեն ջնջվել են պարկեշտության ու ասենք էմոցիայի։ Պարոն Շահոխանյան, հեռուստադիտողի այս խոսքը, որը մենք լսեցինք, սա պատասխանում էր այն հարցին, թե ինչ անել։ Մենք հիմա այդ մասին ենք խոսելու։ Հեռուստադիտողը առաջարկում է նյութապես շահագրգռել։ Փաստորեն ինչ անելի թեման ենք բացում, ինչ անել, եւ այս կարծիքը այն էր, որ ոչ մի բանը չի շարժում ժողովրդին, քան նյութական շահագրգռությունը։ Դա մեկ, առաջի առաջարկն էր, դուք էլ ասեցիք ոչ միայն հացիվ, հա, երևի թե։ Լսեք, ինչ է նշանակում նյութապես շահագրգռել։ Մյուսը, ուրիշ, դե այդ խոսեցինք, ասեցիք, որ դա դե մարդը առաջարկեց այդ տարբերակը ինչ անել, նա ասեց նյութապես կարելի է շահագրգռել, նոր ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, չգիտեմ, դա երևի շարունակություն է կամ ես եմ շարունակում այսպես, ենթադրաբար, չեմ հավակնում, որ ես ճիշտ հասկացա։ Ինչ անելու թեման ենք շարունակում։ Լավ։ Լավ, ասեմ, լավ շահագրգռել նյութապես։ Ինչքան պետք է մարդ, ասենք, անհեռատես լինի, որ տենա, որ նյութական շահագրգռվածությունը հենց ազատ լինելու մեջ է։ Այսինքն եթե դու ստրուկ ես ինչ-որ մեկի ձեռքի տակ, մտրակով ծեծում, որական քո լափը տալիս է ուտում ես։ Այսինքն դու էլ ինչ նյութական շահագրգռվածություն է։ Դու պետք է այդ մարդուն շահագրգռես նախ ազատվի։ Ու այդ ազատություն, հասկացողությունը ինքնին արդեն նյութապես արդեն շահագրգռվածություն է։ Դու ազատության համաշխարհային կազմակերպ ինչից ազատվի։ Ինչից ազատվի։ Ռուսական կայսրության տիրապետությունից։ Ռուսաստանի ագենտների ազդեցությունից ազատ երկիր լինես։ Այ ոնց որ հիմա դուք պարոնայք Ամերիկայում բնակվող հայություն լիարժեք վայելում եք այդ ազատությունը եւ յուրաքանչյուրը այստեղ կարող եք տասնյակ բնակարաններ ունենալ ձեր 1 տարվա աշխատավարձով Երևանում։ Դա է ազատությունը, դա է նյութապես շահագրգռվածությունը։ Հիմա տեսակ որ նյութապես շահագրգռվածությունը հենց ազատության մեջ է։ Այսինքն եթե ազատ ես, քո գլխի տերն ես, քո մոլիբդենն էլ կետա ճիշտ խարժի քո պաղինձն է, քո գիտնականն է, քո ամեն ինչն էլ քո ուղեղով կբարգավաճես։ Եվ այդ նույն ազատ աշխարհին, այ մենակ Ամերիկան չի ազատ աշխարհ է։ Այդ ազատ աշխարհի հետ համագործակցող ցանկացած պետություն մենք պարզ ունենք, է սև ու սպիտակ, այսինքն գետը ասում է կեսը սև է, կեսը սպիտակ։ Դա Կորեան է։ Նայում ես Հյուսիսային Կորեային, նայում ես Հարավային Կորեային։ Ազատությունները մարդիկ բերել են այդ երկիր։ Հենա նյութական շահագրգռվածությունն էլ կա։ Ինչ եք առաջարկում ամեն մարդու $100 բաժանենք որ կան մեզ ընտրեն։ Ես ինչ եք ասում։
Շահագրգռվածությունը նյութական։ Չէ, խոստացեք։ Այդ խոստանալն էլ սարսափելի բան է, այդ խոստանալը, հեսա 26-ին է մոտենում։ Ես խոստանում եմ միայն մի բան։ Ընտրություններ են մոտենում, հիմա խոստումների Խոստումները ես կեղծ մարդ չեմ։ Այո, երևի թե շատ զգացմունքային, բայց կեղծ չեմ, պիղծ չեմ։ Մյուս պիղծերի նման, որ հելուն խոստանում, մեր այնտեղ խոստան ձայներն պարլամենտ, հետո պարզվում է, ինչ որ խոստացել են, բավական չի, որ այդ, ասենք, այդ խոստումները կատարեն այդ պաշտոնով։ Այսինքն նրանց պետք է ամբողջականը։ Հետո դառնում են վարչապետ, հետո տենում են, չէ, դա էլ բավական չի։ Այսինքն հասկանում են, բայց ուշ է։ Դու պետք է լինես ազատ երկիր։ Ազատ երկիր լինես, որպեսզի քո ժողովուրդը նյութապես լավ ապրի։ Չէ, այսքան բան։ Ոնց որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, մյուս երկրները, Շվեյցարիան, Նորվեգիան, Դանիան, ո՞ր մեկն ասեմ, Անգլիան, հա, յուրաքանչյուրը իրանց ներքին, որը մեր համար հարիր չի իրանց օրենքները, ասենք մենք հայերս ցեն չենք։ Բայց լավ, դու ունեցի քո հայկական, ասենք, բնագիծը, բայց ազատությունը միակն է բոլորի համար։ Եղի այդ ազատ պետությունների, ազատ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ։ Սա է քո մեծագույն արժեքը։ Հիմա Փաշինյանն էլ ասում է նյութական շահագրգռը, ո՞ւմ շահագրգռը։ Ասում է հավասարակշռություն, բալանս եւ այլն։ Դա ասում է։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Ես ուզում եմ ճիշտեմ, մի քիչ պարոն Սարոխանյանը մի քիչ շատ ամիջապես հասկացավ այդ նյութականը, իմ ասածը չէր նշանակում, որ փող պետք է բաժանել։ Խոսքը այնպիսի առաջարկների մասին է, որ ժողովուրդը դրանից հասկանա, որ ինքը դրանից հետո իսկապես լավ պիտի ապրի։ Ճիշտ հասկացանք ձեզ։ Մենք ճիշտ հասկացանք։ Մենք ազատություն ձեռք բերելուց հետո մարդը կարողանալու է նյութապես շատ լավ վիճակում ապրի։ Ինչ վերաբերվում է կոնկրետ ընտրություններին, երբ որ գա, այն ժամանակ տնտեսական այնքան ծրագրեր կդնենք սեղանին, որ մարդիկ կտեսնեն, որ տնտեսական ծրագրեր կան։ Չէ, էլի գնում է խոստումների ուղղությամբ, սիրելի հեռուստադիտող, մենք դրան էլ անդրադարձանք, ասացինք, որ այս ընտրություններ են լինելու եւ բոլորը առաջարկելու են։ Այդ առաջարկների մեջ մի կասկածեք, նյութական շահագրգռվածությունը եւս ներառված է լինելու։ Այլ հարց է թե ով է կարողանալու իրականացնել իր առաջարկած, իր խոստացած ծրագրերը։ Համաձայն չեք, պարոն Սարոխանյան։ Ես չգիտեմ, ես վստահ չեմ, լինելու է ընտրություն թե չէ։ Ինչ է լինելու, այսինքն քաոս։ Կբերեն կնշանակենք ասենեսի գուբերնատորա։ Մտածեք, ես վերջերս միտեղ էլի մի զրույց էր, տենց հարցազրույցի նման։ Ասում եմ, ճիշտ է, էլի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գից Արցախ, հա, կոչում էր տենց։ Ասում եմ, Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, եթե դու դառել ես արդեն հայ, ինչի համար է պետք։ Եթե կա Արցախը։ Ինչու եք այդ օրինակը բերում, եթե մենք խոսում ենք ընտրությունների մասին։ Ինչի համար։ Այո, որ ասում եմ, ընտրություն չի լինելու։ Կբերեն այստեղ կդնեն, ասենց ասենք, Արևմտյան Ադրբեջան Հանրապետություն գից Հայաստան։ Որտե Հայաստան են գելի։ Ասում եմ, խառնաշփոթ մի բան կանեն, ես վստահ եմ։ Այս ազգին արդեն հասցրել են այն աստիճանի դեգրադացված ինքնուրույն մտածելակերպ չունեցող վիճակի, որ այսօր արդեն ակտիվացրել են բոլոր ագենտներին, ռուսական ագենտներին, որ ասենք վերջի մեխը խփեն։ Լուծումը, ուրեմն նայեք, լուծումը արդեն ինչ որտեղ մեզանից կապված չի։ Հաստատ եմ ասում, եթե սայնց 10-15 տարի առաջ մեզանից ինչ-որ բաներ կապված, որ մենք ստե դիրքավորվեինք, որ մեր կարծիքն էլ հաշվի առնեին, համաշխարհային process-ների մեջ մեր խոսքը ինչ-որ ձևով անցներ, այսօր չի անցնում։ Հիմա մնում է արդեն գոնե ինքնապաշտպանական քաղաքապաշտպանության օղակները մի քիչ ուժեղացնել, որ այդ ահրավերքների դեմ, ասում, մինիմալ կորուստներ տանք։ Մինչև աշխարհում տիրող այս բախումը ավարտվի եւ Աստված տա, որ ասենք սպիտակ ուժերը հաղթեն եւ Հայաստանին դուրս բերեն այս վիճակից։ Բայց հենց այսօր գիշերը արդեն լայնածավալ պատերազմ սկսվեց Պակիստան, Հնդկաստան։ Ամբողջ ուժով։ Մենք սա վերաբերյալ մի ստատուս գրել ենք։ Լոկալ է լինելու, փոքր է լինելու։ Այսօր արդեն Պակիստանը հայտարարեց, որ լայնածավալ պատերազմ է։ Իսկ դա ինչ շարունակում։ Տիկին գայանե ես ասեմ։ Ես վերջերս մի ստատուս գրեցի, որոնց սա լոկ հնդկա-պակիստանյան
հակամարտության շարունակությունը չի։ Սա ընդհանրապես այդ հնդկա-պակիստանյան հակամարտությունը ճիշտ պահին օգտագործել ավելի գլոբալ process-ների համար։ Որովհետև առիթներ անցյալ տարի էլ, նախանցյալ տարի էլ միշտ էլ եղել է, որ հնդիկները սկսեն պատերազմ, պատժեն ինչ-որ ջամում եւ Կաշմիրում, դա ամեն օր անդեմ մի բան պատահում։ Ուղղակի ես գրեցի sense մի հատ ստատուս վերնագրով, մարդիկ սպասում էին Իրանի վրա հարձակումը կամ Ադրբեջանից կամ Իրաքի կողմից, բայց սկսվում է պակիստանյան ճակատը։ Սա գլոբալ համաշխարհային պատերազմի տարերից մեկն է։ Պակիստանը բաղկացած է 4 հիմնական միավորումից՝ Բելուջիստան, Պուշտունները, այնտեղ մի խոսքով չեմ հիշում են երկուսը։ 4 հիմնական, ասենք, ազգային միավորումներից են բաղկացած։ Եվ հավանաբար, process-ը գնում է նրան, որ Պակիստանը դարձնեն 4 այլ պետություններ։ Երբ որ դառավ 4 այլ պետություններ, այսինքն նորաստեղծ, անկառավարելի, այսինքն դառնում են ոնց որ Հայաստանն է Ռուսաստանի համար, հա, այսինքն Հայաստանում ինչ ուզենան անել ան, պրախադնոյդվո։ Այդ 4 պետություններն էլ ստեղծվելիք Պակիստանի անկումից հետո կդառնան նույն ձևի պրախադնոյդվոր, այսինքն այլ ուժերի համար։ Այն ուժերի համար, ովքեր ուզում են Իրանին խփեն։ Եվ այսինքն այդ մոտեցումը Իրանին հարվածելու արդեն լինում է ավելի հարմար եւ ավելի տեսանելի։ Այլ կերպ ասած, դուք տեսնում եք վտանգ այս։ Ես տեսնում եմ, որ համաշխարհային պատերազմը իր բուրըն process-ներում է։ Մեր տարածաշրջանին։ Մենք այդ տարածաշրջանի սկիզբն ենք։ Ոչ թե մոտենում է, հենց մեզանից է սկսվել է։ Ղարաբաղյան կոչված պատերազմը, որը մեր համար Արցախյան գոյամարտ էր, հենց երրորդ համաշխարհային գլոբալ պատերազմի սկիզբն էր։ Եվ առաջի ճակատամարտը առողջ ուժերը պարտվել են։ Ինչի համար են պարտվել, որովհետև բուն Հայաստանում իշխանությունը պրոսատանյական էր, ասենք ասենք։ Սևերի կողմից էր Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Չինաստան, այսինքն այդ լագերի ներկայացուցիչներ էին։ Ռոբերտը, Սերժը, Լևոնը, այսինքն Հայաստանը այդպես էլ չդառավ ազատ երկիր, ոնց որ Պրիբալտիկան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, հա, այսինքն ազատությունները չվայելեց անունով դե յուրե իրավաբանորեն կարծես թե անկախ պետություն ես, բայց դե ֆակտո դու նույն սոտալիտ երկիրն ես Ռուսաստանի համար։ Այդ դրա համար առաջի փուլը պարտվեց աշխարհը։ Հիմա մեկ-մեկ էլ հիմա նայեք, իրանք արել են, իրանք ջարդել են, իրանք կոտորել են, ժամանակավորապես ինչի են ստեղծել Արցախը, որպեսզի կարողանան Արցախով ազդեցություն ունենան թուրք աշխարհի վրա։ Թուրքիայի, Ադրբեջանի ազդեցությունը ունեցան, առևտուրը արեցին, ցույց տվին հայ միսը, հա։ Դե ասում են դե հիմա կերեք։ Այսինքն մի ժամանակ ինչ որ ձև թույլ տվեցին, որ դա մնա մեր տիրապետության տակ, որպեսզի իրանց առևտուրը ավելի արդյունավետ անեն թուրք աշխարհի։ Արեցին բրտան իրանց երաշխիքները կամ ոչ երաշխիքները ստացան իրանցը, ես չգիտեմ իրանց մոտ ինչն էր հետարքի, որ այս փուլում տան։ Շո վերջնական տվեցին։ Հիմա մարդիկ նա ինչ են ասում։ Դե լավ, գոնե նրանց օրոք, գոնե Ռոբերտ ու Սերժի օրոք մենք հաղթանակած ենք, Ղարաբաղ գնում գալիս ենք, այ հարիվներ։ Ահա Ռոբերտն էլ, Քոչարյանն էլ, Նիկոլն էլ կատարում են նույն ծրագիր, ուղղակի այն փուլում էր պետք Կրեմլին, այն փուլում էր պետք, այն փուլում էր պետք։ Այսինքն դա կապ չունի։ Սա է։ Պարոն Սարուխանյան, ավարտում ենք, որովհետև եթերաժամը ավարտվեց, բայց թեման չի ավարտվում։ Հա, թեման չի կարող ավարտվել։ Թեման չի ավարտվում եւ լուծումը երևի թե հաջորդ մեր հանդիպմանը մենք լուծում հատվածին ավելի շատ ժամանակ տրամադրենք։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Գագիկ Սարուխանյանն էր մեր հյուրը այսօր, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։